Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա եւ Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ դատարանի որոշմամբ մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում։ Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակի եւ չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք զինամթերք 10 անձ ձերբակալվել է։ Այս ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մարտի 25-ին ժամը 19:12-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է։ Մեկնել է 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք ու հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Կանազ մշակույթի տան գործող 4 հարկանի շինությունում բռնկված հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է թիվ 3 կանչ, մեկնել է եւս 8 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հարակից շենքերի վտանգավոր տեղամասերից բնակիչները տարհանվել են։ Աշխատանքներին ներգրավվել են նաև ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ գազի վթարային ծառայության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ եւ Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել 23:44-ին։ Քչերն են պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում եւս միջազգային պաշտպանություն փնտրողներ կան, մինչդեռ այդպիսիք հարյուրավորները կան, եւ այսօր հերթական ապաստան հայցողի հարցազրույցն է, պետք է բացահայտենք նրա կյանքի պատմությունը, դրդապատճառները, ինչու հայտնվեց Հայաստանում, ինչպիսի վտանգ է նրա կյանքին սպառնում եւ արդյոք առկա են հիմքեր միջազգային պաշտպանություն, նույնն է թե փախստականի կարգավիճակ նրան հատկացնելու համար։ Բարձաբանենք թերթիկը նոր տանք ստորագրելու, լավ։ Եթե ապաստան հայցողը ուրեմն հարցազրույցի ընթացքում որևէ կեղծ տվյալ մեզ հայտնի, այդ տվյալի հիման վրա է որոշում կայացնելու, խնդրում եմ նկատի ունեցեք։ Պետք է ձեզ խնդրենք նաև ստորագրել թարգմանչի կանոնները։ Դուք այսօր ներկայացել եք առանց փաստաբանի, խնդրում եմ նաև հավաստեք, որ պատրաստ եք հարցազրույցը ամբողջությամբ անցկացնելու առանց փաստաբանի։ Երբ որ որևէ տեսակի ծանոթում եք ստանում, անպայման արձագանքեք, որովհետև չարձագանքելու պարագայում մենք կհամարենք, որ դուք չեք համագործակցում միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ եւ կդադարեցնենք հայցի քննությունը։ Այժմ մոտենում ենք ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարան, պետությունը ապահովում է նրանց կեցությունը ապաստանի հայցի քննման ողջ ընթացքում եւ այդ թվում նաեւ սնունդ է տրամադրում, այսօր սնունդ բաժանելու օրն է։ Մեր գործը մարդկանց մասին է եւ միգրացիոն գործընթացները որպես կանոն ճակատագրերի մասին են, մարդկային պատմությունների մասին են։ Դա շատ լավ երևում է մեր հատուկ կացարանում։ Այստեղ կարող եք ստորագրել։ Չէ, այստեղ։ Հայերեն հասկանում ես։ Ապես։ Քույրիկ ունես։ Եղբայր, աղբեր։ Դուք ստորագրեք։ Արի պստա։ Դպրոց գնում ես։ Առաջին դասարը։ Բարև ձեզ։ Համեցեք նստեք, լավ եք։ Պարոն Արզումանյան, արտոնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված ամբողջ իրավունքների փաթեթն է ամբողջությամբ։ Հիմա ես ձեր հեռախոսի համարն եմ գրելու, որպեսզի ձեզ զանգենք, բացատրենք ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար, լավ, եւ էլեկտրոնային եք դիմելու։ Երևան գալու կարիք չի լինելու, անձնագրային մոտենալու կարիք չի լինելու։
սահմանահատման պլաններ չունեք, բայց քանի որ շրջիկը մոտեցել է, ահա, շատ լավ։ Խնդրեմ այստեղ ստորագրեք։ Այս կողքն էլ ստորագրեք, որ ձեր տղայի անձնագիրն էլ ձեզ տա։ Այսպես հարմար է, որ մենք ենք մոտենում։ Շատ, ինձ որ շատ հարմար էր։ Մեքենայի մեջ գտնվելով շփվեցի քաղաքացիների հետ եւ ուղղակիորեն արձանագրեցի դիցուք, որ անձը դեռ երկար տարիներ չէր գնա անձնագիրը փոխելու, եթե այդ հնարավորությունը չլիներ։ Երկու լուսանկար ենք վերցնում։ Երբ մենք օպտիմալացրեցինք մեր տարածքային գրասենյակների թիվը, կարծեցինք, թե այս բացը պետք է լրացնենք շրջիկ ծառայությունների ձևաչափով, արդեն 2 տարի եւ ավելի այս ծառայությունը գործարկել ենք եւ արդյունքները ցույց են տալիս, որ հետաքրքրություն կա։ Բարև ձեզ։ Կարելի է։ Տիկին Ռոզա վատառող չէիք։ Ուրեմն հաջորդ շաբաթես նույն օրը, ուրբաթ օրը, նորից այս շրջիկի մեքենան տեղակայվելու է համայնքապետարանի մոտ, այս լիազորագրով կմոտենա ձեր աղջիկը եւ կստանա ձեր անձնագիրը, լավ։ Մենք այժմ գտնվում ենք կենտրոնացված տպագրության բաժնում եւ հերթական անձնագիրը պետք է տպենք։ Էկրանին ես տեսնում եմ ընդունված դիմումները, այսօրվա խմբականակը, որոնք արդեն մուտքագրվել են համակարգ։ Այստեղ հայտնի ում կողմից է տրված կոդն է 099, ինչը նշանակում է, որ դիմումը ընդունվել է հենց մեր գլխամասային գրասենյակում։ Արդեն կարող ենք սկսել տպագրությունը առաջին անձնագրի։ Ձեռքով ստուգում ենք նաեւ բլանկի ամբողջականությունը, որ թերություններ չունենա, արդեն կարող ենք տպագրությունը սկսել։ Անձնագիրը պատրաստ է, մնացած խմբականակի հետ հիմա գնում է լամինացման։ Սա այն փուլն է, որը հաջորդում է տվյալների տպագրությանը։ Իհարկե, նոր տեխնոլոգիաները մեզ այլևս թույլ են տալու շրջանցել այս փուլը եւ տպագրությունը ամբողջությամբ մեկ սարքի կողմից է իրականացվելու առաջիկայում, բայց քանի դեռ օգտագործում ենք հին ենթակառուցվածքը, այս փուլն անխուսափելի է եւ շատ կարեւոր։ Վերջում անձնագիրը եւս մեկ անգամ բոլոր էջերով հատ-հատ անցնում է որակի ստուգման փուլ, հետո նոր առաքվում է այն բաժին, որտեղից որ արդեն քաղաքացին մոտենալու է եւ ստանալու է։ Այժմ արդեն կենտրոնացված տպագրության բաժնից տպագրված պատրաստի անձնագրերը գալիս են այս բաժին, որտեղ որ կատարվում է փաստաթղթերի ծրարավորումը եւ ըստ կատեգորիաների, ըստ մեր տարածքային ստորաբաժանումների դրանք փաթեթավորվում են եւ ուղարկվելու են իրենց հասցեատերերին։ Ծրարը պատշաճ փաթեթավորված է եւ այն այլևս պատրաստ է առաքման։ Ըստ էության ավարտեցինք այս ողջ ճանապարհը, որի միջոցով պատրաստվում է անձնագիրը դիմումից մինչև տպագրություն, այլևս խմբականակները փաթեթավորված են եւ մենք այս շենքում մեր գլխամասային գրասենյակում անձնագրերը հանձնում ենք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իսկապես հետաքրքիր նախաձեռնություններ եւ շատ բարձր եմ գնահատում այս փորձառությունը, որը ինձ հնարավորություն տվեց լինել տարբեր աշխատակիցների դերում եւ իրականացնել տարբեր գործառույթներ, որոնք բոլորը միաժամանակ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տիրույթում են։ Եվ այստեղ արձանագրեցի, որ կարեւոր է պատկերացնել մի եռանկյունի, այն է գերատեսչության ղեկավարի դերը, աշխատակցի դերը եւ քաղաքացու դերը։ Եվ կարծում եմ, իմ վկայակոչած եռանկյունին ամենաառողջ եւ արդյունավետ տարբերակով կենսունակ է, եթե գործատուն պատկերացնում է աշխատակցի դերը, աշխատակիցը պատկերացնում է կայացված որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները, քաղաքացին օգտվում է եւ եկեք ասենք վայելում է վերջնարդյունքը։ Մեկ երկու բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի պողոտայում։ 112 1 զանգ
Արագ արձագանք։